Թելի նորագավիցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ Եվ հիմա մենք հերթական օրինակ ենք տեսնում այն արտահայտության, որ Երևանում կառուցվում են, ստեղծում են խաղահարապարակներ, որոնք նախադեպը չեն ունեցել։ Այսինքն նախորդող ողջ շրջանում Երևանում այս մակարդակի խաղահարապարակներ եկեք ընդունենք, որ չի եղել, գոյություն չի ունեցել։ Եվ ահա այսպիսով մենք մեր վերաբերմունքն ենք արտահայտում մեր երեխաների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ, մեր պետության նկատմամբ։ Այո, այսպիսի խաղահարապարակներ երեխաների համար, դպրոցներ եւ մանկապարտեզներ երեխաների եւ դասյարակների եւ ուսուցիչների եւ նրանց ծնողների համար, առողջության ապահովագրություն 65+ տարիքի մեր թոշակառուների եւ մինչեւ 18 տարեկան մեր երեխաների համար, ճանապարհներ, լուսավորության համակարգեր, ջրամատակարարում եւ ընդհանուր Ժորժան դուք տեսաք Համոզված եմ զորահանդեսը, տեսաք զորահանդեսը եւ ինչ տպավորություններ ստացաք, արտահայտեք ձեր տպավորությունները։ Այսօր ամեն անգամ երբ որ հրապարակ էր մտնում արտադրանք, որ արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, հրապարակը պայթում էր ծափերից, բայց դա ինձ ցույց տվեցին ամբողջը չէ։ Ուրեմն ով տեղյակ չէ ասեմ, որ մարզաներգային համալիրում բացվել է մեր ռազմարդյունաբերական համալիրի ցուցահանդեսը եւ այնտեղ նմուշները տասնյակ անգամ ավել են։ Եվ մենք այսօր ուրիշ շատ ավելի մեծ եւ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել, Ժողովուրդ ջան, որովհետեւ դուք գիտեք, որ մայիսի 26-ին էր կարծեմ Միացյալ Նահանգների պետքարտուղարը եկավ Հայաստան եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ նախաստորագրվեց թրիփ նախագծի իրագործման փաստաթուղթը եւ այն ժամանակ հարցնում էին, ասում են ինչա նախաստորագրվում եւ ոչ ստորագրվում, ասացի որ տեխնիկական տեքստային ընթացակարգեր կան, առանձնահատկություններ կան, պետք է ասենք։ Եվ ահա ուրախ եմ արձանագրել, որ այսօր արդեն հեռավար ձևաչափով եւ փաթեթները փոխանցելով թրիփ նախագծի իրագործման Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համաձայնագիրը ստորագրված է։ Քանի նախաստորագրված էր ես ներկայացնում էի, բայց ես ուզում եմ, որ մենք հասկանանք դարակազմիկ իրադարձություն է տեղի ունեցել, Ժողովուրդ ջան, դարակազմիկ շրջադարձային նշանակության իրադարձություն է տեղի ունեցել։ Եվ այդ իրադարձությունը մի քանի շերտերով է դարակազմիկ։ Առաջինը մեր ընդդիմությունը, լրտեսական ընդդիմությունը արդեն 5 տարի տանում է, թելում է այսպես կոչված միջանցքի թելը։ Ասելով թե մենք միջանցք ենք խոստացել, միջանցք ենք տալու, մեղրիով միջանցք ենք տալու, ընդհանուր մեղրին ենք տալու, ընդհանուր Սյունիքն ենք տալու։ Հիմա այս փաստաթուղթը ինչով է կարևոր։ Այս փաստաթղթում Հիմա ինչ որ ասում եմ, էլ հավատալ չհավատալու թեմա չի։ Այսօր դուք կարող եք հենց այդտեղից մտնել ինտերնետ, ինչ որ ասում եմ ինտերնետում ստուգել։ Ինչ է տեղի ունեցել։ Թրիփ նախագծի համաձայնագրի տեքստում հստակ գրված է, որ թրիփ նախագիծ իրագործվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա։ Բայց որ տարընթերցումների տեղ չլինի, մի հատ էլ գրած է, Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր լիարժեք իրավազորությունը մաքսային եւ սահմանային անցման ընթացակարգերի վրա։ Բայց որ մի հատ էլ տարընթերցման տեղ չլինի, որովհետեւ գիտեք մեր մոտ ոնց է, ասում են ասենց գրած է, այսենց գրած է, բայց գրած չի, որ երկրագունդը կլոր է։ Այ հետևաբար դա նշանակում է, որ դա միջանցք է։ Դա բոլոր այդ մեկնաբանություններն են, որ չլինեն, մի հատ էլ պարբերություն է դրած, որի մեջ գրած է Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր ինքնիշխանությունը, իրավազորությունը թրիփ նախագծի իրագործման բոլոր գոտիների նկատմամբ։ Այսինքն այդ կեղծ ընդդիմության կողմից տարիներով կեղծ թելված թելը թե միջանցքի թեմա կա,
ի վերջո վերջնականապես ջախջախվեց եւ ջարդու փշուր եղավ չի եղել եւ չկա միջոցի թեմա այնպես ինչպես ջախջախվեց եւ ջարդու փշուր եղավ տարիներ շարունակ տարվող այդ թևը թե Հայաստանի կառավարությունը բանակը քանդում է բանակը լուծարում է թե Էրդողանի եւ Ալիևի առաջ Փաշինյանը պարտավորությունը ստանձնել որ Հայաստանը բանակ պետք է չունենա որ Հայաստանը զենք պետք է չունենա որ Հայաստանը պաշտպանունակություն պետք է չունենա եւ մայիսի 28-ի զորահանդեսը դուք ասեք ջախջախեց այդ բոլոր խոսույթները եւ դուք բայց ես շատ ափսոսում եմ որ բաներ կա որ մենք ձեզ չենք կարողացել ընդհանուր չենք կարողացել ցույց տալ բայց բաներ կա որ դուք տեսել եք մասնավորապես Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի այցի ընթացքում դուք տեսել եք այն անօթաչու սարքերը որոնք մենք պայմանագիր ենք կնքել Միացյալ Նահանգների հետ բայց քանի որ դրանք վերջնականապես մատակարարված չեն մենք այդ ցուցանմուշները ցույց չենք տվել որպեսզի այն ինչ որ հարաբերության հրապարակով անցնի 100%-ով որովհետև գինենք պետք է ասեն վայ այս թուղթը ստորագրված էր այս ինչ օրը այս ինչ ամսաթվին դա այսօր ժամը 7-ից հետո ուժի մեջ մստում որը 100%-ով լինի բայց դուք արդեն դրանք տեսել եք բայց սահմանների երկանքով մենք այսօր տասնյակ պաշտպանված ամրացված շրջաններ ենք կառուցում որոնք բառից որ իմաստով բերդեր են մեր սահմաններին որոնք տասնամյակներով այդ բերդերը մետրերով բետոնները ասիկան այդ բերդերի պատերը մի քանի մետրանոց պատերով բերդեր ենք մենք կառուցում որ մեր զինվորների անվտանգությունը եւ մեր պետության ապահովությունը պետք է տասնամյակներով ապահովի եւ հետեւաբար բանակի վերաբերյալ ընդդիմության խոսույթը կերտ ջախջախված է հիմնովի եւ վերջնականապես ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ դուք մենք բոլորս մոռացել ենք բայց այդ նույն ուժերը 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլովակներ էին նկարում թե ինչպես ԿՊ-ի ընտրվելու դեպքում ադրբեջանցիները վերադառնալու են Հայաստան եւ Հայաստանը դառնալու ադրբեջաներեն Զանգենք Սևան ադրբեջաներեն են պատասխանում այդ քարոզարշավից անցել է ուղիղ 5 տարի 2021 թվականի ընտրությունները հունիսի 20-ին են քանի ադրբեջանցի այսօր բնակվում Հայաստանի Հանրապետությունում հիմա նրան կախորժակները բացվել է եթե այն ժամանակ մի քանի տասնյակ հազարով էին բավարարվում հիմա արդեն 300,000 են թիվ են շրջանառում բայց ես ձեզ ասում եմ որ չկա նման թեմա եւ չի լինելու բայց ես նաեւ ուղիղ ուզում եմ անկեղծ ձեզ ասեմ այդ թեման փակվում է 500,000 հայերի ադրբեջանից հեռացած հայերի թեմայի փակվելով այդ թեման փակվում է Ղարաբաղի շարժումը փակելու թեմայի փակվելով եւ ես էլի ասում եմ ես այսօր այո շատ դաժան եւ ծանր ճանապարհ եմ անցել եւ շատ դժվար որոշումներ եմ կայացրել բայց այդ որոշումները կայացրել եմ այդ թվում Ղարաբաղի շարժմանը լիարժեք հավատարիմ լինելով էլի եմ ասում մենք Ղարաբաղի համար ժողովուրդ ոչ մի բան չենք խնայել 2018-ից 2023 թվականը միայն Ղարաբաղին տված ուղիղ ֆինանսական աջակցությունը կրկնակի ավել է եղել նախորդող 5 տարիների տված ֆինանսական աջակցությունից մենք դուք ոչ մի բան չեք խնայել ես այդ գաղափարի նվիրվածն եմ եղել բայց երբ որ ես տենում եմ որ այդ ճանապարհով մենք գնում ենք դեպի անդուն դա առաջնորդի հատկությունն է այո հաշվի առնելով նաև որ ասել եմ Արցախը Հայաստանա եւ վերջ ասել եմ որովհետեւ հավատարիմ եմ եղել այդ գաղափարին բայց երբ որ տենում եմ այդ ճանապարհը մեզ անդունն է կանում ես այդքան ուրախ եմ որ այդքան ուժ եմ ունեցել եւ որովհետեւ դա հեշտ բան չի իմացել եմ ինչ են ասելու դրանի պատասխան բայց ես հանուն ես երեխեքի կարծել եմ բոլորությունը եւ այսօր մենք ունենք խաղաղություն ժողովուրդ ջան այսօր մենք ունենք խաղաղություն 2025 թվականը
Առաջին հունվարի 1-ից դեկտեմբերի 31 առաջին օրացուցային տարին է, որ մենք սահմանին ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ 2025 թվականը ուրիշ պատմական տարի է, ի վերջո արտագաղթը դադարել է եւ ներգաղթը սկսել։ Այդ թվում ինչի, որովհետև կա խաղաղություն, որովհետև մարդիկ տեսնում են, որ իրանց երեխեքի համար իրանց պետություն, իրանց քաղաքը, սենց խաղաղապարակները կառուցում, դպրոցները կառուցում, մանկապարտեզները կառուցում, բայց են իմ ասում խաղաղապարակը շատ լավ է, բայց ինք առանց խաղաղության իմաստ չի ունենա, որովհետև երեխեքին ոչ խաղաղության պայմաններում ուրիշ տրամադրություն է, ժողովուրդ ջան, այս է պատճառը, որ ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ անժանակում է քվեարկությունը, որովհետև այսօր ուզում են Երևանը, Հայաստանը դարձնել պայմանական ասած Նիժնի Տապրի գեղի մակարդակի տեղ, Հայաստանի Հանրապետությունը։ Մենք արդեն 2018 թվականին այդ կոռուպցիոն կլանից, պատերազմի եռագլուխ կուսակցությունից ազատվել ենք։ Նրանք այսօր ուզում են ձեր իշխանությունը խլեն, ձեր իշխանությունը ուզում են խլեն, որպեսզի շարունակեն անարդար թալանել, որ այս խաղաղապարակները չլինեն Երևանում, որ այդ դպրոցները, որ այդ բանկապարտեզները, ճանապարհները չլինեն Երևանում, այլ Երևանում լինի վախի մթնոլորտ, Երևանում լինի վախի մթնոլորտ, Հայաստանում լինի վախի մթնոլորտ, որ հայաստանցին տնից դուրս գալիս իմանա, որ կարող է մի հատ օլիգարխի լապոտ անցնի վրայով, որ իմանա, որ ինքը պետքա կարող է դաբրո պտի ունենա իր տանը իր թաղում ապրելու համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ մի անհատ չկա ընդդեմ պետական պաշտոնյա, որ կարենա որևէ մեկին դաբրոտա կամ չտա։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում մի սուբյեկտ կա, որ կարա դաբրոտա եւ չտա, եւ այդ սուբյեկտը Հայաստանի քաղաքացին է, եւ այդ սուբյեկտը Հայաստանի ժողովուրդն է, եւ այս ամենակարևոր դիտարկումը, որ պետք է այս ընտրությունները մաշվի։ Եվ հետևաբար, ահա այս ուժի եւ այս իշխանության գիտակցությամբ մեզնի դյուրակացությունը պետք է առերեսվի այն փաստի հետ, որ ամեն ինչ այս պայից սկսած առաջիկա կիրակի ամեն ինչ բացարձակապես ամեն ինչ կախված է մի մարդու, ընդամենը մի մարդու որոշումից, մի մարդու պատկերացնեք, այս բոլոր բարդացները պետք է ընդամենը մի մարդ որոշի, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը դու չես, որտեղ դու չես ընտրում, դեռ քո պապան, մաման, քո տատիկը, պապիկը, ավակ քույրը, եղբայրը, ով 18 տարեկան լրացել է, բայց երեխեք դուք իհարկե շատ բան որոշում եք, որովհետև տանը դուք մթնոլորտ ստեղծում եք իհարկե, դուք կարող եք 18 տարեկան լրացած ձեր ընտանիքի անդամների ձեր կարծիքը հայտնել եւ նաեւ որոշակի մթնոլորտ, բայց եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով է մեկ մարդը, որ վերցնում է իր բաժին պատասխանատվությունը, որ տեր է կանգնում պետությանը, որ տեր է կանգնում խաղաղությանը, որ տեր է կանգնում ապագային, թող այդ մեկ մարդը ձեր բարձրացնի, թող ձեր բարձրացնի, եւ այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետեւ պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, նորագավիթին
երկեցե Հայաստանի Հանրապետություն։